մեր այսօրվա ճամփորդության առանցքային նպատակը Հայաստանի անվտանգության մեր պատկերացումը ներկայացնելն է։ Մենք եկել ենք Գիրանց, որի շուրջ 2024 թվականի գարնանը կրքեր են բորբոքում, իհարկե ոչ միայն Գիրանց, Ոսկեպար, Բերքաբեր եւ այլն, ուղղակի Գիրանցը ամենահիշվող օրինակն է, բայց եւ ամենավառ օրինակն է, եւ այն ժամանակ շատ խոսվում էր նրա մասին, որ ահա այդ ամեն ինչից հետո Գիրանցում մարդ չի մնալու, բոլորը գնալու են, Գիրանցի դպրոցներ կառուցվում, որ ասում են, որ ոչ մեկ իր երեխուն չի տանելու, Ադրբեջանից 50 մետր հեռավորության վրա է դպրոցը եւ ճիշտ է, այս պատից են կողմ, տեղ կա ընդհանուր մի մետր են կողմ Ադրբեջանն է։ Բայց ես հիմա Հայաստանի վարչապետն եմ, ոչ միայն ինքս եկել ստեղ կանգնել եմ, այլև ձեզ էլ հրավիրել են բարձրաստիճան պաշտոնյաներ են, մարզպետ, համայնքների ղեկավարներ, զինվորական բարձրաստիճան պաշտոնյաներ, ես եկել եմ ստեղ կանգնած եմ։ Ու ինչպես տեսնում եք, ոչ զորք կա, ոչ տանկ կա, ոչ հրթիռ կա եւ այլն եւ այլն։ Բայց չի ստե կանգնած։ Բայց չի մտավախություն չունեմ անվտանգության։ Հրթիռները չենք բերել ավիացիան օդում չի, զորքեր չկան, ստեղ ընդհանրապես զինվոր չկա։ Ես ձեզ մի բան ասեմ, ավելին, մեր սահմանապահ ծառայությունն է այս հատվածում, ծառայությունը իրականացնում առանց սաղավարտի, առանց զրահաբաճկոնի, ինքնաձիգների վրա չկան պահունակներ, նույնն էլ Ադրբեջանի կողմից, բայց ես Ադրբեջանին չեմ անդրադառնում։ Բայց ի՞նչն է պատճառը։ Ո՞րն է դրա պատճառը։ Դրա պատճառը լեգիտիմությունն է, որովհետև ես գիտեմ, որ գտնվում եմ մի տեղում, որտեղ գտնվելու իրավունքը աշխարհում ոչ մեկ, որտեղ գտնվելու մեր իրավունքը աշխարհում ոչ մեկ չի վիճարկում։ Լեգիտիմությունն է, երբ որ ես ասում եմ, որ անվտանգություն ասելիս առաջի տեղը բանակն է, երկրորդ տեղը բանակն է, երրորդ տեղը բանակն է, չորրորդ տեղը բանակն է, հինգերորդ տեղը բանակն է, նշանակում չկա անվտանգություն, որովհետև դու ինչքան էլ բանակ, ուժեղ բանակ ունենաս Հայաստանի Հանրապետություն, ցանկացած երկիր կգտնվեն ուրիշ երկիր կամ երկրներ, ովքեր ավելի ուժեղ բանակ ունեն։ Հետևաբար բանակը որպես անվտանգության կոմպոնենտ, եթե առաջինն է պետք է դարձնել երկրորդը, եթե երկրորդն է պետք է դարձնել երրորդը, եթե երրորդն է պետք է դարձնել չորրորդը, այսինքն ինչքան բանակի նշանակությունը հետ է, այնքան երկիրը անվտանգ է։ Հիմա առաջին մեր անվտանգության առաջին կոմպոնենտը այս պատն է, որովհետև ասում են, որ երբ որ այս պատը չկար Գիրանցը ավելի անվտանգ էր, թե ավելի վտանգավոր էր։ Իհարկե ավելի վտանգավոր էր։ Պարզ օրինակ վերեմ, սահմանազատումից առաջ Գիրանցում 90 տուն ա եղել, այս պրոցեսներից առաջ։ Այսօր քանի տուն ա կառուցվում, իհարկե 16 միլիոնի ծրագրով։ Կառավարության ծրագրով 60 տուն ա կառուցվել կամ կառուցվում։ Խնդիրն են չի, կառավարությունն է ֆինանսավորել, բայց մարդն է, չէ ապրելու ուտեղ։ Իր երեխեն է, չէ ապրելու ուտեղ։ Ինչի՞ մարդ այդ տունը կառուցում, լավ մի մասը թող ասենք բանը լինեն, ծնունդով Գիրանցից լինեն, որտեղ ինքը գիտի, որ անվտանգ է, այն ժամանակ որ էս չկար, ինքը չէր կառուցում։ Եվ սա անվտանգության ապահովման մեր կոմպոնենտն է։ Եվ մենք այս ուզում ենք, որ մարդիկ սա տեսնեն եւ հասկանան։ Անվտանգության ապահովման կոմպոնենտն է։ Այս դպրոցը որ կառուցում էր այն ժամանակ էլ ասում էին, որ մարդիկ չեն տանելու երեխեքին իրաց դպրոց, հələ մի ժամանակ դուր էին տարածում, որ սա իրականում կառավարությունը խափում է, սա դպրոց չի, սա իրականում են գլխից է պլանավորած ա եղել սահմանապահ զորքերի համար է, որտեղ այն ժամանակ մարդիկ Գիրանցի մեր ժողովուրդը ասում էր, մենք մեր երեխեքին չեք տանելու, ասում ենք, լավ ժողովուրդ ջան, մենք չենք կարա ձեզ ստիպենք։ Եթե չեք ուզենա, այս շենքը մենք կտանք սահմանապահին, որտեղ եք ուզում, տեղը ցույց կտաք, այնտեղ դպրոց կկառուցեն։ Հետո 2024 թվականի սեպտեմբերին դպրոցը պատրաստ էր, ես մարզպետին հանձնարարեցի, ասի գիտեք, հավաքվեք, ծնողներին հավաքեք, թող այս ամեն ինչը տեսնեն, ասեն իրանք տանում են երեխեքին, թե չէ, թող իրանք որոշեն։ Եվ որոշում կայացվեց, որ իրանք գնում են։ Որտեղ մարդիկ ծնողները ինչ որ ես ասացի, իրանք որ հարցնես, այս ամեն ինչը չեն բացատրի, լեգիտիմություն, տես գիտահետազոտականի, բայց իրանք տեսնում են եւ զգում են։ Տեսնում են, որ այս միջավայրը անվտանգ է։ Տեսնում են, որ խաղաղությունը բան չի, փուչիկ չի, միֆ չի, խաղաղությունը իրական է եւ ավելին ասեմ 2024 թվականի կարող օգոստոսը ես այցով գնում եմ Սյունիքի մարզ, մտնում եմ Ճակատեն գյուղ եւ առաջին հարցը, երբ որ մարդիկ տալիս են ինձ, ես զարմանում եմ, շշմում եմ դրանից, ասում են, բա մեր մոտ երբ հալնելու, ասում եմ, ինչը։
ասում եք իրանցի նման սահմանազատումը։ Ես գնացել եմ ճակատեն գյուղ, մարդիկ մենակ ճակատենում չէ, բանում է, շիկա հողում, ճակատենում, մարդիկ ասում են, բա մեր մոտ երբ է այդ լինելու, մենք էլ ենք ուզում դա։ Եվ սա է շատ կարևոր էական նրբությունը հասկանալու համար, այսպես կոչված, ես դա ճակերտներում եմ դրում, էլիտաների խոսույթը եւ հողի վրա մարդկանց մեջ իրանք կյանքով Գիրանցը դարել էր էմիսարների տեղ, ով պարապ էր, գալիս էր գաղափարական առաջնորդությունը, այնքան գնացին եկան, այս խեղ ժողովուրդը արդեն մոլորվել էր, չգիտեր ում հավատա, ում չհավատա։ Հիմա բանի կռահումների կարիք չկա, սա իրականությունն է եւ սա իրական Հայաստանն է եւ էդ էլ է կարեւոր։ Մենք անդադ ասում ենք իրական Հայաստան, իրական Հայաստան, իրական Հայաստան, ինչ են գալիս Գիրանց, որպեսզի ցույց տանք, թե իրական Հայաստան ասելով ինչ նկատի ունենք։ Իրական Հայաստանի առաջին կոմպոնենտը լեգիտիմությունը դուք տեսաք։